Ուրախս անհանգիստս արո։ Չեմ ուզում, որ այդ մարտերին մասնակցի։ Շատ վտանգավոր է։ Երես փոապետ Լեոին։ Բայց այդ ճանապարհով իսկ չես մտածում, որ ամեն ինչ շատ վատ ավարտ կարող ունենա։ Ես դեռ չգիտեի, որ Հայաստանում փողոցային մարտեր են անցկացվում։ Որ ասեմ ուրախ եմ, որ ինքս պետք է մասնակցի այդ մարտերին, սուտ կլինի։ Բայց չեմ կարող հետ պահեմ, որտեվ գիտակցում եմ ինչի համար անում։ Ինչևէ, փորձի մի բան անես։ Ընտանիքին էլ հաստատ դուր չի գա։ Հա, միանշանակ, ընտանիքին հաստատ դուր չի գա։ Միտեղ ուր կանոններ չկան, չափից դուրս վտանգավոր է։ Իսկ Լեոն ինձ կարճ ժամանակում շատ հարազատ ու թանկ մարդ է դարձել։ Չեմ ուզում իրան վտանգի։ Խոսալու եմ հետ ախպեր, կփորձեմ հետ պահեմ, բայց Լեոին լավ գիտեմ, չլսող մնավորություն ունի։ Լավ հիմա չես գալիս այդ ասմեր տուն։ Լեո շատ ես ներվերս ուտելու։ Աղջիկ ջան, այդ հարցը ես քեզ պիտի տամ։ Դու իմ ներվերը ուտելով հա հանգիստ քո համար ապրում ես, բայց դա չի լինի, է։ Պետք է իմ առողջության մասին չէ մտածես ու հետս գաս մեր տուն։ Տենց մի անգամից։ Բայց ի՞նչն է մի անգամից, Լեա ջան։ Եթե տեղափոխվել ես իմ կյանք, տեղավորվել ես իմ սրտում տենց հանգիստ, ուրեմն պետք է պատրաստ լինես նաև տեղափոխվել իմ տուն, որ լինես իմ կողքին։ Լեոս ինչքան ես բողոքում։ Չգիտես, որ երկուսը նույն իրավիճակում ենք։ Դե ասա ինչ ենք անում։ Ոնց ենք այս հարցը լուծում։ Պիտի սպասենք։ Մեռանք սպասելով։ Անընդհատ սպասում ենք։ Հիմա ինչին ենք սպասելու։ Լեո, կարա սպասես մի հատ հասկանանք մեր հետագան ինչա լինում։ Ես չեմ կարծում, որ պապան տենց հեշտ ու հանգիստ մեր տնից գնալը ընդունի։ Ահա, նորից նույն պատմությունը, Լեա։ Ինձ հետաքրքիր չեն քո հոր գործողությունները։ Ես ուզում եմ, որ դու իմ կողքը լինես ու վերջ։ Ես քո կողքին եմ, Լեո։ Իմ ընտրությունը դու ես։ Լավ, բա ուրեմն ո՞րն է խնդրեմը, Լեա։ Խնդիրը այն է, որ մաման իմ պատճառով տնից գնացել է։ Ու ես հիմա չեմ կարող տենց հեշտ իրան մենակ թողնեմ։ Չէ, դու զոռով ուզում ես նենց անես, ես էլի գնամ խմելու, բայց ես չեմ ուզում, է։ Լեո, էլ խմել չկա այսօր։ Դու ուղղակի միշտ հիշի, որ իմ ընտրությունը դու ես։ Այդ մի արտահայտությամբ ինձ անընդհատ խաբում ես ու խելոք միտեղ նստացնում ես։ Նայ չգժվեմ, հա։ Սիրում եմ քեզ։ Ուրեմն պետքա պայքարենք մեր սիրո համար։ Ես չեմ նահանջում ու շատ կնեղանամ, եթե դու նահանջեցիր։ Համեցից իրեպիս։ Քեզ բերել եմ այս տան ամենահրաշք վայրը։ Մի վայր, որտեղ քեզ սպասվում են անմոռանալի պահեր։ Չգիտեմ, չէ՞ ինչ եմ ասում։ Հա, հասկանում եմ։ Ընդունակ եմ։ Ինչի՞ չի ասի քո մասին։ Ավակյանք խելքդ գցել ես դու էլի։ Ինչ ես առավոտից հետ ես կռիվանում, է։ Չէ, սենց ուղակի ուրախ ցույց ես տալիս սենյակը, բայց ուզում եմ ասեմ, որ դրանից մեր կյանքում բան չի փոխվում։ Դու չգիտես ինչքան բան է փոխվելու։ Այնքան բան է փոխվելու, որ մտքովդ էլ չի անցնում։ Հա, բայց ոչ հիմա, որովհետև ես ուրիշ սենյակում եմ քնելու։ Ինչի կյանքս համարյա մարդու կանիկ են, խի պատի ուրիշտեղ քնես։ Համարյա։ Այդ բառը լիքը բան է փոխում։ Ստոփը։ Այդ հեչ իմ սրտով չի կյանք։ Ես ուզում եմ քնելուց քեզ տեսնեմ, հելնելուց քեզ տեսնեմ։ Կտեսնես։ Սենյակից դուրս կգաս, կտեսնես։ Դե կյանք լավ, սիրտս մի կոտրի։ Ես մենակ այդ պայմանով կմնամ այս տանը։ Իսկ արդեն քո սենյակ կտեղափոխվեմ հարսանիքից հետո։ Ըստ ուրեմն պապան ճիշտ էլ ասում էր, ախորժակը շատ մեծ է։ Ուր։ Այդքան կոֆե խմեմ։ Բա մյուս սենյակները ցույց չես տալու։ Եթես կնայես դու չես ուշ չեմ տալու։ Բայց ինձ տեղ մնալու համար լիքը բան է պետք։ Համատի Լեայի սենյակ ինչ պետքա վերցր ունդելիքն է։
Թանկ շարելա չի էլ գնահատում։ Անարդար կյանք է։ Ուրիշները ունեն չեն գնահատում, ես էլ կռիվ եմ տալիս, որ ունենամ, բայց դեռ շոշափելի արդյունք չկա։ Ով է ասել ինքը պետք է ունենա, ես չէ։ Ինչով է ինձնից լավը։ Հա Լեոյի հետ է, հետո ինչ։ Հետո այն որ ես թույլ չեմ տա որ մեր ու աղջիկ իմ դեմ գործեք։ Ես քո դեմ երբեք չեմ գործել ու չեմ պատրաստվում գործել։ Բայց աղջկատ գիշերով հանդիպման ես ուղարկել։ Սիրում ա Լեոյին, այլ ընտրանք չկա, ինչ անեմ։ Ինա մենք պիտի կանխենք այդ միությունը։ Եթե դու ինձ այս ճանապարհին մենակ թողեցիր, ես կպարտվեմ։ Մի րոպե, ուրեմն Գրիշին կարելի է ամուսնանալ Ռաֆոյի աղջկա հետ։ Լեային չի կարելի Լեոյի հետ լինել։ Ինա, նա աղջիկա, նա մեր տանն է, ոնց ուզեն կտենց կշարժվի, բայց այդ Լեոն անկառավարելի տիպ է։ Փաստորեն քեզ ավելի նեղացնում այն, որ Լեոն անանազանդ է, ոչ թե այն, որ Ռաֆոյի տղեն է ու Սարգսյանը։ Եթե ուզում ես ճիշտ իմանալ, ես այդ մանանից ավելի շատ եմ վտանգ զգում։ Հա, իդեպ, այդ աղջիկը արդեն մեր տանն է։ Մեր հարսն է։ Ամոթ է, սիրուն չի։ Լավ կանես հիմա վեր կենաս ու գաս տուն։ Ոչ, չեմ գալու։ Կներես որոշ։ Երազածդ ազատությունն ես ձեռք բերել։ Չհավատաս, որ ես ես սենց կթողնեմ։ Հիմա վերցնում ես մորդ ու գնում եք տուն։ Թե չէ Լեոին ես երկրագնդի երեսից կկորցնեմ։ Մամասը որ տենց բան չի անի։ Ասա որ ինձ վախացնելու համար էր ասում։ Ալո։ Բարև ախպերս, Դավոնը։ Հա, Դավ ջան, իմաց ախպերս, ունեմ համարդ գրանցած։ Զբաղված ես։ Առանձնապես չէ։ Դե կարանք մի հատ հանդիպենք խոսանք ախպերս։ Հանդիպենք, ոչ մի խնդիր։ Հա, մամ ջան, արզվում եմ, ռեժիմս չեմ խախտում։ Լսի, կարող է դու այդտեղ մարդ ունես ու ինձ չես ասում։ Չունեմ, ունենալու դեպքում էլ իմաստը չեմ հասկանում քեզ խաբելու։ Այդ դեպքում ասա, երբ ես գալիս։ Նոր եմ եկել, մամ, Նոր ես եկել, բայց պիտի չէ իմանաս վերադարձի տորը։ դեռ չգիտեմ, մամ ջան, չեմ ուզում հիմա հստակ օր ասեմ, հետո էլ մի քիչ ձգձգվի ու ստացվի, որ խաբել եմ քեզ։ Ինձ շատ հետաքրքիր է, դու այդտեղ ինչ ես անում, ինչով ես զբաղված, որ մի հատ էլ չգիտես երբ ես վերադառնալու։ Խառը էլի, մամ ջան, հիմնականում Լեոյից հետ եմ շփվում։ Իսկ կարող է հասցնես նրան, որ ես գամ հետևիցդ։ Մամ ջան, ուզում ես վեր կա ցարի, քեզ ոչ մեկը չի բռնել, բայց ոչ հետևիցս ու ոչ ինձ հետ բերելու միտումով։ Գիտես, որ տենց բաներ չեմ սիրում։ Հեռնաջան, բարի լույս։ Ոնց ես։ Լավ եմ։ Դեղդ խմի։ Դրեք այդտեղ հետո կխմեմ։ Ոչ, իմ ներկայությամբ։
թողեք։ Ապրես։ Կես ժամից հացդ կբերեմ։ Սարիկ ջան, ճիշտ ասած, այսօր եկել եմ, որ Նարի հետ կապված խոսենք։ Նա անկեղծ ասած սպասում է այս հանդիպմանը։ Դու մեր ընտանիքի լավ ընկերն ես։ Դու մեր աղբերն ես։ Ու ես կուզեմ, որ դու իմանաս այն ինչ որ կա։ Ճիշտ է, ես հիմա շփվում եմ Նարի հետ, բայց ուզեցա, որ իմանաս, որ դրանից հետո ավելի կոնկրետ քայլեր կանանալ։ Խափեմ, որ ասեմ աչքիցից վրիպել ես քո Նարի շփում աղբերս։ Դե հիմա այն պահն է, որ ոնց որ ասած պետք է քո համաձայնությունը ստանամ, որ կարողանամ իմ մյուս քայլերը անել։ Լավ ջան, ես Նարի հետ խոսել եմ։ Եթե ինքը քեզ հավանում է, ես մենակ գլուխ կլինեմ ձեր հարաբերություններին։ Մեր օրերում քոպես լավ տղերքը քիչ են։ Ու ես որպես աղբեր մենակ ուրախ կլինեմ, որ քոպես կարգին մարդը քրոջս ով կա։ Ես էլ ամեն ինչ կանեմ, որ քեզ հուսախաբ չանեմ աղբերս։ Դե օգտվի։ Ով 30 րոպե 25 վայրկյան։ 60 րոպե 25 վայրկյան։ Հետ ես մնում, սիրտ ես։ Կներես, սերս, չեմ կարա քո չափ վազեմ։ Դե ոչինչ, ես ով եմ, որ քեզ չներեմ։ Գիտես չէ, գիշերն ենք հանդիպի, բայց արդեն կարոտել եմ քեզ։ Լսի, որ երեք գնացիր տուն, մամայիդ հետ կապված խնդիրներ հում չեղան։ Չէ։ Մի տեսակ վստահ չես ասում, Լեա, բան է եղել։ Դե որ տուն բարձրացա, պապային բախվեցի։ Հետո նեղացրել է քեզ։ Լեա, չէ, նորմալ է ամեն ինչ, անկեղծ։ Չեմ հավատում, Դե մամայից պահանջում է, որ տուն վերադառնանք։ Այդ պահանջի մեջ դու էլ ես մտնում։ Պարզ է։ Լեո, բայց մի բան էլ կա, որ ուզում եմ իմանաս։ Ես տենց էլ գիտեի, որ ինչ-որ բան թաքցնում ես։ Ասա, սիրտդ բացի։ Մանանը տեղափոխվել է մեր տուն։ Լեո, կներես էլի, որ քեզ վատ դրության մեջ դրեցի։ Դու չէ։ Քուրս ինձ վատ դրության մեջ դնում, մենակ ինձ չէ, ընտանիքիս էլ։ Ես հուսով եմ Գրիշը գոնե կտամ Անանին են սերը, ինչի Ինչ համար։ սեր, Լեա։ Ես չեմ հավատում, որ աղբերդ սիրում է քրոջս։ Ու առավել ևս Մանանա աղբորդ։ Սուակի չեմ հասկանում, այդ ոնց է լինում, որ իմ ու քո սիրում դեմ են տնեցիքդ, բայց Մանանին իրանց տուն են ընդունում։ Իմ համար էլ է աբսուրդ։ Բայց դու խնդրում եմ հանգստացի։ Լեա, չեմ կարա հանգստանամ, երբ որ քուրս տենց է վարվում ընտանիքիս հետ, ոտնահարում է մեզ։ Որ մի նորմալ աղբեր է կընդունի այդ ամենը։ Արդեն փոշմանեցի, որ ասացի։ Լավ էլի, Լեա։ Կարող է չէի իմանալու։ Լավ է, որ քեզնից իմացա։
Չգիտեմ օրը քո համար բարի է թե չէ, իմ համար բարի չի։ Ինչ ա եղել։ Չես տեսնում, թե ուղղակի չես ուզում տեսնես։ Ինչ են կուտելու Գրիշը։ Չբերիր հա մամային։ Ես քեզ ասում եմ ինչ են կուտելու, դու մամայից ես հարցնում։ Թե որ մաման տանը չի, պետք է սեղանին նախաճաշ չլինի։ Բարև ձեզ։ Ոչինչ։ Ես ունի լորես առանց նախաճաշ կանցկացնում։ Բայց դու պատրաստվի խիստ դիետայի վրա ես նստելու։ Եղկարա մարդ չի ուզում իր տան մեջ մի րոպե ավել մնա։ Да. Доктор Ջան, բարև ձեզ։ Ինձ էլ մտահոգեցիք, դոկտոր։ Ինչա վիճակը տաղջի։ Մյուս անգամ սենց չի տեսնել քեզ։ Հա լավ հասկացա։ Ես չգիտեի, որ պապատ ներքևում է լինելու։ Դու ոնց չգիտեիր, կամ որ չգիտեիր չեկար տեսար, էլի մոտիկացար բարևի, չէ։ Ու ընդհանրապես տեսքիցդ հեչել չի երևում, որ դու նեղված կամ ամաչած ես։ Հա լավ հերիքա։ Կռիվ ես ման գալիս։ Հասկացա, հեսա կգնամ կհագնվեմ։ Ու սրանից հետո անպայման հաց կդնես։ Ինչ։ Ինչ է, ինչ չլեսար թե չհասկացար։ Լսելը լսեցի, բայց ես նենցա մեր տանն էլ հաց չէի դնում։ Այդքանի սպասավորեք ունեցել, որ դու չես հաց դրել։ Ինձ ցանկություններս իրականացնելու համար սպասավորներ պետք չեն։ Ոյ, կաներեք։ Այս տեմպերով դու լավ առաջ կգնաս, մանան։ Համել ինչ ես ուզում ինձնից։ Ես ինչի պիտի ձեր տան համար ինչ-որ մի բան անեմ, հաց սարքեմ կամ հաց դնեմ։ Ես ձեր տան հարցը չեմ։ Դու բա ինչն ես, աղջիկ ջան, որ հարցը չես տեղ ինչ ես անում։ Դե խնդրեցիք մնացի։ Դու ո՞վ խնդրել որ։ Դու խնդրեցիր, ես էլ չմերժեցի։ Բայց եթե շատ ես ուզում, կարամ գնամ։ Փորձանք արա։ Ոնց ես մեկ-մեկ վրես ազդում դու։ Ոնց ես քեզ զգում։ Շատ լավ։ Երևում աչքերդ փայլում են։ Դե որովհետև սիրում եմ, երբ որ ամեն ինչ ճիշտ է լինում, հատկապես հարաբերությունների մեջ։ Կներես, բայց չհասկացա ինչ նկատի ունես։ Այսօր Սարիկին եմ տեսել։ Լուրջ։ Ինչ եք խոսել։ Պարշի ինչ ենք խոսել նարը։ Պարշի, որ խոսակցության թեման դու ես եղել։ Հետո բա ինչ ասեց։ Դե ասեց, որ ես իմ քրոջ կողքին հենց մենակ քո նման մարդու էլ պատկերացնում էի։ Տենց էլ ասեց։ Ու համել ասեց, որ եթե ես չհայտնվեի քո կյանքում, ուրիշ ոչ մեկի չէր թողելու, որ քո կողքը լիներ։ Լավ, շարունակի, էլ ինչ գովասանքի խոսքերը քո մասին ասել։ Արի մնացածը կասեմ, եթե նստենք ինչ-որ միտեղ ու սուրճ խմենք։ Բայց չէ, լավ եղանակ, արյա վերավա քայլենք, համել կզրուցենք։ Հաստատ։ Նայ, եթե հոգնես կասես։ Ես ինչ շուտ եկար, բան ես։ Վազել ես, բայց մեկը չես հանգստացել։ Թողնում են, որ հանգստանում, պապի։ Ով է բարկացրել։ Մեզ բոլորիս մենակ մի հոգի է կարող բարկացնի։ Մեր ընտանիքի անհաջող անդամի մասին ես խոսում։ Արդեն չէ։ Ինքը շուտվանից էր ուզում մեր ընտանիքը լքել ու հետ իրան հաջողվեց։ Հիմա ինչ է արել։ Տեղափոխվել է ունանց տուն։ Հա, ու տենց հեշտ ու հանգիստ տեղափոխվել է, պապի։ Բայց երևի այդ քեզ չպետք է ասեի։
Չէ, ինչի։ Պիտի ասեիր, որ լավա որ քեզնից իմացա։ Գոնե այսպես հանգիստ կռիվ կտամ ներսից Սայրվիթի հետ։ Ինչ իմացել եմ տեղս չեմ գտնում։ Որովհետև դա բան չի, որ արել է այդ անամոթ աղջիկը։ Ես ուրիշ կյանք էի պատկերացնում իր համար, ուրիշ թագու պսակ։ Թքած ունեցավ բոլորիս վրա, բոլորիս ցանկությունները գցած ոտերի տակ, գրոշի արժեք էլ չունեցավ իր համար։ Բա ոնց ես իմացել։ Լեանը ասել։ Գետինը մտանք մնացինք, վայ անամոթ աղջիկ, թե ասա ինչ դեր պակաս, ինչի քեզ արժանավայել չգնահատեցիք։ Իրան չգնահատեց, գոնե մեզ գնահատեր։ Անտերի պես, առանց որևէ օրինականացման, վերկացավ գնաց դրանց դու, որպես ով, հա? Ես իմ կյանքում երկու անգամ չարջողեցի, մեկ ահոյի, մեկ էլ մանուշակի հարցում։ Դավոն ուրա, տաննա։ Իմ սիրելի տիկին։ Ասի գամ մի քիչ շփվենք, հավոն մի կտոր հաց տաս։ Հունան, Երանի քեզ։ Ուղղակի զարմանում եմ իմ ինչին ես Երանի տալիս։ Տունը դեմս մի կտոր հաց դնող չկա։ Իբր տաղետ կին ա բերել։ Դու հույս ունեիր, որ մանանը քո առաջ հաց ա դնելու։ Խաբա ուրիշ ինչի համար ա բերել։ Հա, ու մի շատ կարևոր բան էլ։ Այդ հարսի ձեռից ոչ մի բան չի գալիս։ Սենց որ շարունակվի, ես մի շաբաթում 20 կիլո քաշ կգցեմ։ Ավելի լավ կերիտասարդանաս։ Ինչի հիմա երիտասարդ չէ։ Լավ, մի խոսքով։ Բարև ձեզ։ Ավելի լավ է ասես մի կտոր հաց դնեն, ես տեսնեմ արավ ինչ ասում։ Ոնց ասել էիք, գնացել է Էրնեստուն։ Ու ով կար։ Ոչ ոքի չգտա։ Անուղելի ես էլի։ Էլի Էրնայա ցավով ես տարապում։ Հա ու մի կարևոր բան էլ, ձեր տունը վաճառվում է։ Նորից է սարամ։ Դե ոնց ասեմ, տունը հանել են աճուրդի։ Հաց ուտել էլ չի միա։ Ինքս ինձ ու բոլոր Սարգսյաններին խոստանում եմ։ Մի օր բոլոր մակունցները հանձինս ինձ կսովորեն այս տան մեջ հարգել Սարգսյաններին։ Լավ ժամանակ չես ընտրել ճամփից հայտնվելու համար։ Տիպդ չեմ ուզում տեսնել։ Գնա։ Մի հատ այդ բարկությունդ, հոգուտ մեջ լծրած ատելություն ու չարությունը իմ հանդեպ դիր մի կողմ ու ինձ լսի այ հեր։ Ոչ ուզում եմ լսել, ոչ էլ ուզում եմ տեսնել։ Ճամփետ շարունակի։ Ու այս կողմերում մի երևա, երեխեքին փորձանքի մեջ չգցես։ Հաստորեն ես քո համար փորձանք եմ, հա։
Ինչի նորություն է քեզ համար։ Ուզում ես իմանաս իրականում հունվարի 6-ին ինչ ա եղել։ Ես շատ լավ գիտեմ ինչ ա եղել։ Դու չգիտես, թե իրականում ինչ ա եղել, բայց կարաս եւ իմանաս։ Այս երբ ես եկել։ Մի 10 րոպե առաջ։ Բա երեք ուր էիր։ Վայ Լիլին, չես Դավիթ Լեո ռեժիմդ միացրել։ Լսի, ամբողջ գիշեր զանգել եմ։ Դու աննորմալ ես, ուր էիր։ Գրիշենց տանն եմ մնացել։ Դու լուրջ ես խոսում։ Հա, ինչի։ Հեչ, մանան ջան։ Ինչ անում ես, լավ ես անում, ոնց ուզում ես կյանքդ կործանի։ Բայց մեկ-մեկ գոնե զանգի զգուշացրու, հա։ Մեղք չեմ նստում եմ ամբողջ գիշեր քո զանգին եմ սպասում։ Հետո դու երբ ուզում դասի ես գալիս, իսկ ես առավոտից ստեղ եմ։ Այն օր ընկեր Իսրայելյանն ասում է, Մանանը շատ մեծ պոտենցիալ ունեցող դերասանուհի է։ Բայց ափսոս ասեք, թող դասի գա։ Նույն ընկեր Արմինեն է ասում։ Գարիկին խոսք ես տվել, որ դիպլոմայինի մեջ ես խաղալու, բայց զանգերին էլ չես պատասխանում։ Այդ տղեն չի կարում փորձանի, հասկանում ես։ Ինստիտուտի 4 լավագույն ռեժիսորները երազում են, որ դու իրանց մոտ խաղաս։ Իսկ հիմա ում մոտ քո անունն ենք տալիս, ասում են անցեք, պետք չի։ Հասկանում ես, դու հիմա որպես դերասանուհի օդից կախված ես։ Ու կներես, որպես մարդ էլ ես օդում կախված։ Ինչ ես անում քո կյանքի հետ, Մանան։ Ինչ եմ անում, Լիլիթ։ Ապրում եմ։ Ոնց, դասի չգալով, Գրիշենց տուն տեղափոխվելով, հա։ Մեղք չես դու։ Չփորձես ինձ խղճաս, հասկացար։ Եվ հետո քո գործը չի, ես ինչ եմ անում։ Հենց իմ գործն է, որովհետև դու իմ ամենամոտ ընկերուհին ես, հասկանում ես։ Հետո ինչ։ Հետո այն, որ գալու է մի օր, որ ես ամեն ինչի համար դու փոշմանելու ես։ Կյանքդ, կարիերատ կործանելու համար։ Արի գնացինք, վոկալի ենք։ Լսում ես այհեր, նորից եմ ասում, նորից եմ կրկնում, ուզում ես իմանաս իրականում հունվարի 6-ին ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Հիմա ինչ ես մտածել, վերեսկացել եկել։ Ոչ մի բան, ուզում եմ իրականությունը քեզ էլ պատմեմ, այ պապ։ Բա մինչև այսօր ինչի չէիր ուզում։ Թե շատ չէիր պարզել։ Շահ, հերիքա էլի, հերիքա, ես ինչ շահ պետք է ունենամ։ Էդ դու կիմանաս։ Պապ, լսի մի հատ, լսի ինչ եմ ասում։ Դու լսի, ես քեզ կասեմ, թե ինչ ա եղել հունվարի 6-ին։ Երեխուս գլուխն ես կերել։ Դրանից ավել ինչ պիտի եղած լինի։ Հիմա որ եկել ես ինչ-որ ճշմարտություն ես ուզում պատմել։ Այդ ճշմարտությունը ինչ անել։ Տղայիս հետա բերելու։ Չէ։ Դե ուրեմն հեռացի էստեղից, քանի բարի եմ։ Այն օրը Հունանին եմ մի հատ լավ թաթալոշ տվել, բայց քեզ 2 հատ եմ հասցնելու։ Դու տենց էլ լսել չսովորեցիր։ Ու հենց այդ քո տունը քանդեց, պապ։ Կանասյունները դու Ռաֆոն էիք։ Ռաֆոս գնաց, դու էլ խարխուլ էիր, դրա համար էլ տունս քանդվեց։ Ես միշտ իմ աղբոր կողքին եմ եղել։ Ես միշտ Ռաֆիս կողքը կանգնած եմ եղել, այդ մեկը իմացի, ես իմ աղբորը ոչ մի վարկյան մենակ չեմ թողել։ Ուրեմն ավելի լավ քեզ համար, գոնե վերևում արդարացում կունենաս։ Գնա, օրը ջաշ դառա, գնա մի կարգին բանով զբաղվի, սիրտս հովանա, գնա։
Կարելի է։ Արի։ Մի տեսակ ես, թե ինձ է թվում։ Դե նես չի մի տեսակ չլինելու պատճառ չունեմ։ Կարող են Լեոին ես տեսել։ Չէ, բայց տենալու եմ։ Ձեռիցս չեմ բրծնելու։ Ինձ խփեն ու պատասխան չստանան։ Արամ դու հանգիստ եղեք։ Լեոն իր պատասխանը կստանա։ Չէ, մինչև ես չստանամ, չեմ հանգստանա ձեզ ումը։ Արամ հանգիստ։ Ամեն ինչ լավ կլինի։ Այդ լակոտի մասին էլ մոռացի։ Ես դրան որ մտ տրորեմ սաղ ընտանիքով չեն կարողանա գետնից փոկեն։ Հիմա իմ համար ամենակարևորն է, որ ես գտնեմ Էռնային։ Ու ինձ թվում է այդ ավոյի մատը խառն է ամեն ինչի մեջ։ Գտի ու բեր իմ մոտ դրան։ Հասկացա։ Արամ ինձ նայել։ Արամ քիթը չկախես հանկարծ։ Ես այդ լակոտին տրորելով կանցնեմ։ Անձամբ կլացացնեմ ես դրան։ Ես այդ պետք է անեմ ձեզ ունեմ։ Իսկ հիմա գնամ տենա ոնց եմ գտնում Էռնային։ Այսօր համեմատաբար ավելի լավ է զգում, չէ՞։ Տեսնում ես, ուրեմն բուժումներն իրենց արդյունքը տալիս են։ Ես բուժման կարիք չունեմ։ Ես ուզում եմ տուն գնալ։ Բոլոր հիվանդներն էլ ուզում են գնալ, բայց ավելի լավ է ապակինվես, հետո գնաս։ Գոնե աղբորը զանգեք, ասեք, որ էստեղ եմ։ Ամուսինդ ասած տեղյակ են, չեն ցանկացել քո մասին լսել։ Չեմ հավատում։ Իմ աղբերը, որ իմանար ես էստեղ եմ, հաստատ կգար իմ հետևից։ Ուրեմն արի սենց պայմանավորվենք։ Դու հանգիստ բուժմանդ կուրսն ես անցնում։ Ես կհասկանամ, թե այս մասով ինչ կարելի է անել։ Միասին կհաղթահարենք եւ կանցնենք առաջ։ Համաձայն ես, չէ՞։ Խնդրում եմ զանգեք աղբորս բժիշկ։ Լսել չսովորեցիր ու հենց այդ քո տունը քանդեց պապ։ Կանասյունները դու Ռաֆոնիկ։ Ռաֆոս գնաց, դու էլ խարխուլ էիր, դրա համար էլ տունս քանդվեց։ Ուժեղ տղա, բայևիկ տղա։ Այսօք այս գիշերը ֆորմուլա 1-ը չես նայել, ես ինչեր ես անում։ Քշի հետևից ես ավը հունանը քեզ է սպասում։